Ողջույն եւ բարի գալուստ Ավուշ TV Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի հետ մենք շարունակում ենք մեր համագործակցությունը, որի շրջանակում հյուրընկալում ենք մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին եւ զրուցում ամենատարբեր եւ հետաքրքիր թեմաների շրջանակում։ Այսօր հյուրընկալել ենք Համլետ Ասատրյանին, գեղանկարիչ, Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոս, ընկեր Ասատրյան, շատ շնորհակալություն հրավերն ընդունելու ներկա գտնվելու համար։ Թերևս այսօր մեր քննարկման թեման մինչև այժմ եղած թեմաներից խստիվ տարբերվում է իր գունային, ընկալման, զգացողության առումով։ Այսօր խոսելու ենք նկարչությունից, նկարչության ուղղություններից, որ ուղղությունն է ձեզ ավելի հոգեհարազատ։ Եթե կհիշեք հետաքրքիր օրինակներ, ելի շատ ուրախ կլինենք լսել դրանք։ Երբ պատրաստվում էի մեր հարցազրույցին ու կարդում էի ձեր կենսագրական տվյալները եւ ձեր մասին հոդվածներ, լսում էի ձեր հարցազրույցները, գլխավոր եզրահանգմանը, որ եկա որպես մարդ ու առանձին ավելի սուբյեկտիվ եզրահանգում էր ինքը, որ ինձ համար կարծես ունեցա նոր երազանք, որ կուզեմ ունենամ ձեր տարիքում, շարունակել սիրահարված լինել այն աշխարհին, որը ստեղծել եմ ինքս, եւ շարունակել այդչափ շատ սիրել իմ աշխատանքը, որով կզբաղվեմ այդ տարիքում, ու սա թերևս ինձ համար շատ հետաքրքիր եւ շատ ջերմ եւ շատ կարեւոր էր, որովհետեւ դա աննկարագրելի շատ էներգիայի աղբյուր է, սիրել այն, ինչ անում ես։ Եվ շատ կուզեմ հենց քննարկումը սկսենք, թե ինչպես սկսեցիք նկարել, հիշում եք արդյոք որտեղից սկսեց ձեր այդ կապը նկարչության հետ։ Անկեղծություն չտակցնեմ, ողջունում եմ բոլորին, դիտողներին նաև այս հաղորդումը եւ ասեմ շատ կարևոր մի բան, որ մորից եմ ժառանգել։ Փոքրիկ այսպես ունակություններ ունեմ նկարչական։ Ես հիշեցնեմ ձեզ մի շատ կարևոր դեպք, որ նաև այս տարիքի մարդուն մնաց հիշատակ այս վաղ մանկական պատանեկան հասակից։ 8-10 տարեկան էի, գուցե թե մայրս 4-5 կետով չմշկած հաղորդ նկարեց եւ ես սկսեցի դա ուրեմն ընդօրինակել։ Մի քանի տեսակը լավ ստացում, լավ ստացում։ Մի օր գեղեցիկ որ դպրոցի պատերը ամբողջովին լցրեցի այդ միջանցքի պատերը այդ չմշկասահորդներով։ Տնօրեն դուք պատկերացրեք ուսուցիչներ եկան, ով ուրախանում էր, ով տխրում էր, տնօրենը բնականաբար տխրել էր եւ քիչ նոր հեռացների դպրոցից, այդպես սկսեցի նկարչության ապրումից հենքը։ Եվ այդտեղից արդեն էփսերս եւ մորս ցուցումները փոքրիկ ինչքան կարող էր այն ժամանակ ու հետո խմբակներ հաճախեցի նկարչական, վերջին հաշվով եկավ մի նկարիչ, Դիլիջան, Հովհաննես Շարամյան, վաստակաշատ նկարիչ, որ այսօր հանրապետությունին հիմնել է բազմաթիվ, ուրեմն փայտարվեստի, կիրառական արվեստի թանգարաններ, Երևանի մեծագույն արվեստի պատկերասրահ ինքնուրույն նկարիչների հիմնականում, որտեղ նրանք շատ կարևոր են, դարբնագործներ, կարպետագործներ, խեցեգործներ, կիրառական արվեստի ներկայացուցիչներ, դաղդաղանների, փայտերի, շերեփների, սա վերջի բազմաբնույթ բան այդպես Դիլիջանում եւս կա նման կարիերա։ Այդ մարդը եկավ Դիլիջան մի տխուր այսպես կյանքի էտապով թոքերից հիվանդացել էր Դիլիջանում բուժում էին։ Ստեղծեց խմբեր գրադարանից եւ խմբակներ դες փոքր էր ժամանակ չէի կարող, որտեղ գնում էին ավելի մի 5-10 տարի մեծ, ուրեմն երիտասարդներ, աղջիկներ, հետագայում դարան ճարտարապետներ եւ այլն։ Հետո խմբակ դպրոցում 2-3 տարի, բացի դա կար մի շատ պիոներ տուն ունեինք ժամանակին սովետական ժամանակներին, Մամիկոն Ղուլյան ինքնուս նկարիչ էր, քանդակագործ ամեն ինչ սկզբից նրա մոտ, հետո բավականին արդեն թրծվել էինք այդ բովի մեջ, գծի, կավի, պատկերացնում պլաստիլինի եւ այլնի, էփում էինք անգամ կավը, սպիտակ կավը, շշմալու չէր ճաքում, չէր փչանում, Շարամբյան Վանիկը շարունակեց նրա գործը ու 61 թվականին 1900 կեսներ առաջ, ինչ էր շատ առաջ, ուրեմն արդեն ընդունվեցի գեղարվեստի ուսումնարան Թերլեմեզյանի անվան մի փոքրիկ գրությամբ, Թերլեմեզյան ուսումնարանի ուսմասվար չէ, ներողություն, քարտուղարու Արմիկ էր անունը, տարագործերը ստալու եւ բազմից որ Արմիկը պիտի վերցնի այդ թուղթը կարդա Վանիկի գրած, ընկեր Վանիկ էինք ասում եւ դա տնօրենին
կարդաց, վերջացրեց, ասեց կարդացել ես, Վարիկ ջան, ասի ես ուրիշի նամակը ոնց կարող եմ կարդալ։ Հետո պապաս ուսուցիչ էր եւ դες դասերակցել էինք բոլորս, ես իրոք չունեի կարդալ, իսկ ինքը ինչ էր ասել, բանիկը ինչա գրել, ինքն էլ չգիտեր երևի։ Այդպես ես ընդունվեցի այդ մի փոքրիկ հորդորով, մի քանի տողով ուսումնարան։ Այդպես սկիզբս էր եւ ուսումնարան ընդունվելս էր։ Բոլորի շատ թույլ էի։ Ուսումնարան ավարտած տղաներ էին, դպրոց ավարտած Երևանում, Կիրովականում, Լենինականում այն ժամանակ։ Ինչ աշխատանք պետք է անեմ, որ ես հասնեմ։ Հիմիկվա մեր համասարանի պես չի։ Այն ժամանակ ուրիշ տեսակ էր կրթություն, այն ժամանակ ուրիշ ձգտում կար էր խնդրի։ Հիմա պակասել է ձգտումը, որի համար մի տեղ ես հիշում եմ եւ անհանգստանում եմ, որ ինչի չեն աշխատում, վճարում են, որ սովորեն։ Մենք չէինք վճարում, բայց սովորում ենք այն ինչ է։ 2 տարի ես գիշեր ցերեկ նկարում եմ, որ հասնում եմ գետից։ Եվ հարկ եմ ասում, որ կարողացա ինչ-որ բանի հասնել եւ հավասար քայլել։ Նկարչության մեջ կան ճյուղեր, գծապատկեր, բնապատկեր եւ այլն։ Որ ճյուղն է ձեզ ավելի հոգեհարազատ եւ կուզեմ խոսենք այդ ճյուղի մասին, ինչով է տարբերվում այն մնացած եղած մոտեցումներից, որ ձեզ ավելի հոգեհարազատ է, ավելի շատ եք սիրում այդ ուղղությամբ ստեղծագործել թեմատիկան այդ ձեզ ավելի հոգեհարազատ, որն է այդ ճյուղի առանձնահատկությունը, որ ձեզ համար կարևոր է եւ դուք հավատարիմ եք ավելի շատ այդ ուղղությանը։ Ուրեմն իզմեր կան, ճյուղեր կան կերպարվեստի մեջ 9, այսպես թվարկեմ, սկսած բնապատկերից, դիմապատկերից, չէ, անիմալիստական ժանրից, որը կենդանիների մասին է, հիմնական կենդանիների նկարողներ կան, քանագործներ կան։ Հետո անիմալիստական ասեցի, գանձովանկարություն, ռեալիստական, շատ իզմեր են։ Հիմնականում գեղանկար, որի մեջ նաև դիմապատկեր, որի մեջ նաև բնապատկեր, ծաղկենկար, չգիտեմ ինչ է։ Ինձ ամենաշատը այսօր դուր է գալիս բնապատկերը, որովհետև ամենասկզբից, երբ ուսանում էինք, եւ կերպարային իմաստով պորտրետներ, մարմիններ, հագուստով, առանց հագուստ, ուսումնական process-եր այդպեսին, որ կարողանանք մարդակազմությունը սովորել, հագուստ եւ այլն, ընթացքում դիմապատկեր էի անում շատ։ Հետո սկսեցի բնապատկերը, որտեղ ծնվել եմ Դիլիջանում, Տավշոմարտում եւ շատ հետաքրքիր էր մեր աշխարհը։ Ես ինչ շրջագայել եմ հանրապետության համարյա բոլոր մարզերով եւ բացի Շիրակ աշխարհից, այս մնացած մարզերում շատ նկարել եմ։ Ինձ հոգեհարազատ է բնապատկերի հիմա եւ ծաղիկները Դիլիջանյան։ Ես աշխատում եմ այդ ուղղությամբ հիմա։ Բնապատկերը հիմնականում կապված է գույնի տարածության հետ եւ այս ուղղությունը ունի շատ դժվարություններ։ Օրինակ կարելի է սկսել դիցուկ նկարել առավոտյան ժամը 9-ին եւ ընդամենը կես ժամ հետո բնության մեջ տեղի ունենան փոփոխություններ, ինչպես է այս փոփոխություններին հասցնում արձագանքել նկարիչը կամ միգուցե չի էլ փորձում հասցնել, այլ ամբողջական process-ը։ Միանգամից կասեմ ձեզ, ֆրանսիական իմպրեսիոնիստները դա ուղղություն էր 20-րդ դարում, որտեղ ուրեմն դուրս եկան դեմ, ուրեմն կերպարվեստը, որպես այդպիսին արխայիկ ժամանակներից մինչև կլասիկ արվեստ ընդունենք վերածննդի շրջան եւ գնացին մակուլոտ։ Իմպրեսիա տպավորություն է նշանակում, որ մարդիկ դուրս են եկել այդ նեղ միջավայրից, որտեղ լույսն է գերիշխում, որտեղ ծավալների ներդաշնակությունն է առաջին պլան լինում, իսկ տարվա եղանակները, որ փոխվում կամ օրվա եղանակները, նկարիչներ կան ունի, օրինակ ֆրանսիացիներից մի քանիսը, որոնց ես ինչքան հիշում եմ, տեսել եմ օրիգինալները, տարվա բոլոր եղանակները չէ։ Օրվա բոլոր ժամերը արևոտ, կեսօր նույն պեյզաժը արել է 3-4 տարբերակով։ Ես ինքս հիմա երևի եթե նայել եք իմ այսպես հարցազրույցները կամ իմ ցուցադրները հետաքրքրվել եք, կտեսեք անձրևոտ Դիլիջան, արևոտ Դիլիջան, կիսա մութ, կիսա լույս, իսկ լույսը շատ կարևոր դեր է խաղում նկարչության մեջ, առավել ևս այսօր իմ կերպարվեստում, իմ նկարչության մեջ։ Ինչի, որտեղ առանց լույսի չկա ոչ մի բան։ Ես հարում եմ ռեալիստասին, այսպես իմպրեսիոնիստական ոճին, որը չեմ կոպիայում ոչ մի անգամ չեմ արտանկարում, անգամ պարուհիներ արեցի դիպլոմային աշխատանքս ինստիտուտում,
Եվ դեգա չէի նայում, անկեղծ ասեմ, որ դեգան արքան է այդ պարուհիների ոնց անում, խաղերը, մանյարան, նկարչական։ Ես արեցինք խորեգրաֆիկ ուսումնարան, 6 ամիս ուսումնասիրեցին երեխաների աղջիկների պարերը, նազանքը, խենթանով, եւ այդ էսկիզների հիման վրա ստեղծվեց ուրեմն մեծ կտավով 1.30 կարծում եմ 1 մետրի վրա թե 1.10 ժամանակվա մեծ չափ էր եւ կես տարի նկարեցի։ Ինչքոս նորմալ անցավ եւ պաշտպանությունս եւ լավ։ Այդ է ուզում ասել, որ շատ եմ օրվա նկարում եմ, արևոդիվար մեկ հանկարծ Անդրե մի հատ ուրիշ բանի վրա, մոլբերտի վրա դնում եմ ուրիշ կտավ կամ ընդունենք թուղթ, ակվար արագ անելու համար։ Ես արագ եմ նկարում ուղղակի, այդպես ու եւ անում եմ օրվա երբ տարբեր ժամանակներ։ Շատ հետաքրքիր է այդ process-ը։ Ինչպես է տարբերվում արվեստանոցում աշխատելը բնության մեջ աշխատելուց, ինչու եմ սա ասում, որտեղ եթե օրինակ արվեստանոցում նկարչի հիմնական անելիքը իր թուղթը, մոլբերտը, այսինքն խնդիր չունի, այո, կառավարելու, օրինակ ձեռքով թուղթը բռնի, հասցնի ֆիքսի ճիշտ լուսավորությունը եւ այլն։ Ինչպես է տարբերվում թե դժվարությունների, թե հետաքրքրությունների առումով եւ որ միջավայրն է ավելի Ես ձեզ ասեմ, երբ եկար ուրեմն այդքան, գիտեք, ասում կլասիցիզմից հետո, չէ, ռեալիստական արվեստը զարգացավ, հասավ կագարտագետին, հետո կամած հայտնվեցին նկարիչներ հիմնականում Ֆրանսիայում։ Գուցե Իտալիայում նույնպես, Իսպանիայում նույնպես, բայց այն դոգմատիկ նկարչությունը որ կար, նրանք ջարդեցին այդ բոլոր կանոնները, ոնց որ ուղղագրությունը ջարդես, փշրես, տառաճանաչը չկարողանա կարդա ինչ ես գա։ Այդպես ջարդեցին եւ աստիճանաբար այլիզմերը կար։ Իմպրեսիոնիզմ, պոստիմպրեսիոնիզմ, ֆովիզմ, չգիտեմ ինչ, վերջինաշով այդ էներ, որը դուրս եկավ պլեներ, բաց օդ եւ այդ փակ միջավայրից, որտեվ եթե կերպարը արհեստական լույսի տակ այդ ինչ որ նկարում են, լույսի ստվերի խաղ, կիսախաղ, չգիտեմ ինչ է լինում եւ բոլորը իրար նման են անում։ Իսկ բաց բնության մեջ, բաց օդի տակ ուրիշ կերպար, ուրիշ լուսավորություն է։ Եվ այդ լույսը ու գույնը դարձավ իմպրեսիոնիզմի հիմքը, չէ՞, եւ շատ նկարիչներ գնացին, հարեցին այդ ուղղության ու դարձան դες։ Ես մի առիթով ասել եմ, կարող է հիշեք դուք զրույցի մեջ մեր մի քանի օր այս, որ հրաշալի մի ցուցահանդես կար Փարիզում, բացված, որտեղ Դոնատելոյի այդ իտալացի մեծ արցարագործի ծավալուն ձեռցանի շուրջ շրջապատում դրել էին խենթերի նկարներ։ Խենթերը ասել ոչ մի կանոնի չեն դարկված նկարիչների, որոնք դուրս են եկել ռևոլյուցիա, հեղափոխության այն ինչ որ կար մինչ այդ նկարության մեջ։ Եվ ցուցադրվել էին։ Արվեստաբաններից մեկը մտավ, նայեց ցուցադրմանը, ասեց դուք ֆովիստը գազաններ եք դուք։ Պատկերացնում եք, այդպես ֆովիզմը այդպես առաջացավ, հետո ինչ-որ դրանից հետո իմպրեսիոնիզմը եղավ, դրանից հետո շատ տարբեր ուղղություններ եկան, բայց օրինակ Էդվարդ Մանեն, որը հիմնադիրներից էր այդ ուղղության, ուրեմն դուրս էր գալիս պլեներ, անձրև, հեղեղ, ինչ ուզում էր իր տարվա մեջ, այդպես թրջված նկարում էր տարվա օրվա բոլոր ժամ, այդ ձեզ կել նախորդ հարցի պատասխան, այդպես է։ Բնապատկերը որպես ուղղություն նկարչության մեջ, ինքնին իմ սուբյեկտիվ պատկերացմամբ լավ եւ վատ նկարը տարբերվում է նրանում, որ բացի գեղեցիկ լինելուց, պիտի բնության այդ պահի զգացողությունը փոխանցի։ Ինչպես է դա հաջողվում նկարչին, որովհետեւ բնապատկերը այն մասին չի, որ դու արտատպես այնինչ տեսնում ես։ Պիտի կարողանաս այդ գունային խաղը ճիշտ փոխանցել, պիտի կարողանաս այդ տրամադրությունը ճիշտ փոխանցես, հա, այսինքն բնապատկերը դա ծառեր, թփեր, ծաղիկներ նկարելու մասին չի։ Ինչ պիտի անի նկարիչը, որպեսզի կարողանա նկարի միջոցով գույների համադրությամբ, տեխնիկաների համադրությամբ պատկեր փոխանցելուց բացի փոխանցի նաև այդ էմոցիան, այդ տրամադրությունը բնության։ Հիմա բնապատկեր նկարել չի նշանակում կուրորեն ընդօրինակել բնությանը, չէ՞։ Ես իմ վրա եթե ուզում եք իմ համար ասեմ, ոնց է վարվում, ինչպես է վարվում։
Գնում եմ նախ մի ժամ պատրաստում եմ որ պիտի նկարեմ բնության մեջ քարա թուփա ծառա չգիտեմ ինչ է պիտի ծառած կտեմ սիրուն կարոս հետ գնալ առաջ գալ նայել շարժվես ոչի ոչ խանգարի մի ժամ դրա վրա եմ մենակ չարչարում մինչև տեղադրվես կտավը ներկերը տանում ես եւ այդ ամեն ատրիբուտները բնականաբար իր հետ պիտի զուգորդվեն եւ վերցնում ես այնպիսի մի տարածք որը հոգուտ հարազատ է քո մեջ է արդեն բնականաբար նայում եմ ես այդտեղ պատկերացնում եմ ավարտ ինչպեսին դիլի ավելորդ բաները մաղում եմ կող լուսային խաղերի խնդիր կա ընդունենք միտեղ պակասա միտեղ ավելաբան դու շեշտադրում ես անում պլանային խնդիրներ ես դնում ոչ ռեալիստական երբեմն հպանցիկ գունային էֆեկտերով եւ քսվածների տարբերությամբ ստեղծում ես այդ պեյզաժը մի օրինակ բերեմ Մարտիրոսյանի հետ կապած մեծ վարպետի, որը ֆովիզմի ներկայացուցիչ եւ ռեալիզմի եւ հարտապատկերային նկարչության եւ շատ բաների մեծագույն արվեստագետ էր։ Ասում են Մարտիրոս Սերգեյ, դուք ես որից եք ճարում ես հեքիաթային պեյզաժը։ Ի տղաս ուզում եք իմ հետ գալ նկարել։ Դե մեքենա պատվիրեք, մենք գնանք ձեզ էլ կտանեմ, հետս կնկարենք, պատրաստվեք։ Ու մի օր գնում են Մարտիրոս Սերգեյի հետ շուրտեղ բնության գիրք։ Հարցանում են մեզ ժայռի, տարածք ժայռա գերծելի մոտ, կանգնեցնում են մեքենան, հանում է կտավը, այդ ջուտիկը դնում, սարսար նայում են ինչ պիտի նկարեն։ Այն սարը հավանում եք, հա, լավ, բա հետո իսկ այն թուփը հավանում եք, այո, իսկ այն հավանում, այսա բերում եմ այստեղ, դա բերում եմ, դա բերում այստեղ։ Պատկեր, այդ զգացողության խնդիր է շատ կարևոր բան է, որ ինչով ինչ պիտի ստեղծես, որ դառնա նորմալ ավարտու գործ եւ կտավ եւ այսօր դարերով մնում է այդ գործերը։ Այդ կերպ է արել։ Եթե չեմ սխալվում, Մարտիրոսյանը չի ստորագրել, չէ՞, նկարների տակ։ Չի ստորագրել։ Ես պատմություն եի կարդում, որ եղել է նախադեպեր, երբ ինքը չի ստորագրել իր նկարների տակ, ասելով, որ գույնն է իմ ստորագրությունը։ Չէ, գույնը այդ ուղղակի ինքը ասում է գույնը շատ մեծ տեղ էր տալի գույն։ Ինքը առաջ գեղանկարիչ աշխատիչ չկա։ Եվ իշքան գործ տեսել եմ, ես չեմ հանդիպել ամանբարը չի ստորագրել։ Գուցե սկզբից ով աստորագրում անը, արագ անում ես դնում ես, դու մոռանում ես։ Հետո ուզում ես հիշել, երբ ես նկարես։ Ես ստորագրում եմ։ Ինչի ես իմ վրա վերցնում, ես Սարյանը չեմ ուզում համեմատվել, վերտոս նկարիչ է, ես ստորագրում ինչի համար շատ է։ Սա նաև տարեգրություն է, եւ ես չեմ պահում ընդունենք տետեր, որտեղ դիգրեմ այս նկարը նկարից է այս ինչ օր, այս ինչ օր։ Բայց նկարը օգոստոս, այս ինչ, եթե Դիլիջանում Դիլիջան, եթե Իջևանում Իջևան, եթե Շուշիում Շուշի, որտեղ ես ասում եմ ձեզ իմ աշխարհագրությունը այդ նկարչության, ամբողջ Շուշիով, Ստեփանակերտով, հասկանում եք, հասնում է Գեղարքունիք, Լոռի, մեր աշխարհը նոյեմբերյան եւ այլն, Իջևան, Դիլիջան եւ այլն։ Այնպես որ ես իմանամ, նայում եմ նկարս, գիտեմ օրը երբ ով է եղել կողքս այդ պահին, հետարքիր է սա։ Սա ոնց որ քո կենսագրությունը կերտում ես այդ կերպ։ Ոչ թե թղթի վրա առանց, այն նկարի մի հետ է, մի կտոր կամ դիմացել, օգոստոս 25 ընտրել, ես ինչ թիվ, որ միշտ հիշեմ, որ թվին ինչ, այսպես։ Իսարանը ստորագրել ինչքան հիշում, ինչքան գիտեմ։ Հետաքրքիր է, որ հիմա ժամանակակից աշխարհում աճող տեխնոլոգիաների արագընթաց աշխարհում անընդհատ նոր հայտնագործություններ եւ այլն արվեստը նկարչությունը սրանք զուգահեռ ուղղություններ են, որոնք միշտ այս ոլորտից տրվող էմոցիաները երբեք չես կարող կրկնօրինակել, օրինակ հիմա արհեստական բանականությամբ գեներացված նկարների եւ այլնի հետ։ Նկարչությունը ու արվեստը առհասարակ հիմա այն ոլորտն է եւ այն բնագավառը, որ ոչ մի ձևով ոչ մի արհեստական բանականություն չի կարող այդ էմոցիաները փոխանցել, բայց միևնույն ժամանակ նկարչության օրինակ հիմա տենդենս չկա դառնալու նկարիչ։ Ես շատ քիչ մարդկանց գիտեմ, որ օրինակ կասեն երազում եմ դառնալ նկարիչ։ Հիմա ավելի շատ գնում են ավելի այնպիսի մասնագիտությունների հետևից, օրինակ իրավաբան, բժիշկ եւ այլն։ Շատ քիչ են այդպիսի մարդիկ, ովքեր որովհետեւ վստահաբար նկարչությունը այն ոլորտը չի, որ միանգամից կարող ես հայտնի դառնալ, որ միանգամից դա կարող է ֆինանսաբեր լինել։ Այս առումով առաջին հայացքից ինքը գրավիչ չի, բայց մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ սա այն ոլորտն է, որը միգուցե տարիներ հետո մարդկությունը նոր սկսի գնահատել, հա, որովհետև օրինակ Վան Գոգը հայտնի է դարձել ավելի շատ իր չլինելու ժամանակ։
Եվ այս ոչ Վան Գոգը։ Այո, եւ մի շարք այլ նկարիչներ, այսինքն իրենց աշխատանքը գնահատվել է ավելի հետո։ Ինչպես անել, որ մարդիկ, ովքեր ունեն թաքուն երազանք դառնալու նկարիչ, չտրվեն այս ժամանակակից տենդենսներին, միտումներին եւ այլն եւ գնան իրենց երազանքների հետևից, ինչպես դուք շատ տարիներ առաջ։ Ես ասեմ ձեզ շատ կարևոր բան։ Դա նախասիրության հարց է։ Ամեն մարդ չի կարող, կա ներողություն, կան նկարիչներ, որոնք 10 տեսակ փոխվում են։ Այսինքն իրական դեմքը չունեն, ասելիքը չունեն, ընկերտ ինչպես սկսել են նկարել։ Դրանից հետո գալիս է մի շրջաններ է բաժանում։ Մի շրջան, որտեղ նայում է, ընդունենք, այսպես անեմ լավ կլինի, որտեղ չի արժևորում իր գործը, ցուցահանդեսում չեն ընդունում, կամ ժամանակին ոնց որ Փարիզում կամ Ֆրանսիայում այդ սալոններում հարվել է։ Դուրս են մղել։ Սիսլեի, Պիսարոյի պես տղաներին չեն թողել, որ գնան այնտեղ։ Մեր նկարիչների մեջ էլ եղել են հետաքրքիր նկարիչներ, բայց ժյուրին չի ընդունել գործ։ Ես եղել եմ երկար տարիներ, ընդունենք անդամը այդ նկարիչների միության գեղանկարի սեկցիայի նախագահն եմ եղել 7 տարի թե ոչ ավել, եւ անվերջ շփվել եմ եւ ես եղել եմ նաեւ այդ կոմիսիաներում, հանձնաժողովներում։ Դե քվեարկության արդյունքում պիտի լինի։ Մեկին դուր է գալիս, մեկին դուր է գալիս, բայց ասում չէ, մի հատ նայեք, այս ուրիշ կերպ է։ Միտեղ պակաս է գծանկարի զգացող, միտեղ պակաս է կոմպոզիցիոն գաղափարախոսության բանը։ Շատ տարբեր բաներ կան։ Դա նախասիրության խնդիր է եւ ամեն մարդ ինդիվիդուալ որպես պիտի կարողանա գտնել այն, ինչին արժանա եւ զարգացնել դա։ Այս ամբողջ ցանոց խնդիրը դրա։ Բայց բարդ բան է, բարդ։ Շատ։ Եթե խոսենք նկարչության մեջ այլ ուղղություններից, որ մենք միջև այս զրույցը էլի առիթ ունեցել ենք խոսելու գծանկարչությունից, դուք շատ հետաքրքիր ձևով բացատրում եք գծանկարչության առանձնահատկությունները եւ պատմում, թե ինչպես է գծանկարչությունը ցույց տալիս նկարչի տեխնիկաները, նկարչի պրոֆեսիոնալիզմը ու առհասարակ նկարչության որպես հիմք լինելու գաղափարը շատ կուզեմ ասեմ դες ամեն ինչի հիմքը այսօր կերպարվեստի բոլոր ժանրերի հիմքը գծանկարչությունն է ոչ միայն նկարչության մասին է խոսքը քաղաքաշինության, ճարտարապետության, մեքենաշինության, ճանապարհաշինության, դեռ չնայած կոսմոս տնելու, չէ, այդ ամեն ինչը ինչով է ստեղծում։ Թղթի վրա էսկիզային բառով, չէ, գծով է ստեղծում։ Լավագույն քանդակագործները դուք որ նայեք Միքելանջելոյի ուրեմն էսկիզները, տիպաժների, կերպարները իր արած վերջնական գործերից հրաշք են այդ գծանկարները։ Դա վարժեցնում է միտքը, ձեռքը, պլաստիկան։ Ամեն ինչի մեջ պիտի շարժում լինի, չէ, գծի մեջ պլաստիկ շարժում լինի, նազանք լինի, հեզաճկուն, օրինակ ծաղիկներ եմ նկարում, անկեղծ իմ ընկերները որոշ ծաղիկներս հավանել, ոնց որ պարուհի լինի, ոնց որ ասենք ես այդքան եմ նկարել, որ ես էլ ասել եմ որոշակի բանի, որ գնացում եմ, ընդունեք այդ իմաստով։ Իսկ դա ամեն ինչի հիմքն է։ Գեղեցիկ հագուստի, գեղեցիկ ուրեմն գլխարկների, գեղեցիկ մազերի, չէ՞, մոդայիկ կերպարների, չգիտեմ ինչերի, եւ հետո նայեք, նոր ուղր եկան, բան է փոխում մեր ապրելակերպում, չէ՞, տեխնիկական իմաստով, թեյնիկը իր ձևով իրավամբ, չէ՞։ Սավառնակը, իքնաթիվը, գնացքը, ճապոնացիք տեսեք ես ինչեր են արտադրում, ես ինչ հետարքի դիզայնով մարում, արդեն գալիս է ուղղությունը փոխում է, գեղանկարչությունից, չէ, գնում է աշխարհական, դեպի պրոմգրաֆիկա, չգիտեմ ինչ, ռուսերեն խոսքեր կներեք, այս գիծը հենքն է ամեն ինչի։ Ես հիմա որ իմ երեխեքին սովորացնում եմ ճեպանեկարել, շատ կների կողմից խեղդում եմ, որ շատ բերեն, նյութ եմ տալիս, որ անեն, բերեն ցույց տալ։ Չեմ զելանում, ափսոսում եմ, որ ընդունենք իմ ժամանակը չի արդեն այդպես ակտիվ գծանկարով ժամանակին անում է, ես հիմա չեմ կարել ձևի գծանկարել, այնքան վարժված էի գծի մեջ։ Ու դրա հետքը երևում է հետո գեղանկարի մեջ։ Դա ճիշտ գծանկարով կարողանաս կառուցել այն ինչ որ ցույց տաս հասարակությանը կամ ցուցադրվես կամ մարդիկ տենան ինչ ես արել դու, ուրեմն դրա հենքի վրա ստեղծվում է գունային խաղեր։ Եթե մի քիչ զգացողություն ես գունային, դառնում է նկար, դառնում է կտավ, դառնում է գործ։ Կհիշեք նկարիչներ, ովքեր բացառիկ են իրենց գծանկարչության ունակություններով ու որ ձեզ շատ են տպավորել։
աշխատանքներ։ Այսօր շատ նկարիչներ կար։ Ես գամ հասնեմ ուրեմն Ռեմբրանտին ընդունենք, չէ՞։ Ինչ օֆորտեր տարբեր տեխնիկական հնարքերի մասին եմ ասում նաև։ Լինոփորագրություն, լինոգրավյուրաներ ընդունենք օֆորտներ, դա բաներ, գծանկարի մեջ հայտնի բաները ոնց են վերատպություններ են անում կամ ոնց են ստեղծում կերպարներ։ Ինքնանկարից մինչև ինչ որ բնապատկեր գծով արված։ Գունեղ նայում ես, գունեղ ես զգում այդ գործերը։ Դեգա նայեք, պաստելային գործերը։ Toulouse-Lautrec նայենք, պաստելային գործերը։ Ինվալիդ էր ինքը, գիտեք, կես հասակ ուներ, այն բանի թատերական ներկայացումներ եւ այն որ գնում էին ոնց էր կոչվում հյուրախաղերի պարուհիներ, երգիչներ, երգչուհիներ, բաներ, գազանների են տանում հետներից գրեմիջը։ Դու ճակուն ինչ ռիսուներ, տիրապետում են հրաշալ։ Ուրեմն այն ժամանակը միջև մեր ժամանակները Գրիգոր Խանջյան, Խաչիկյան, ուրեմն անունը դիշեմ Ազիզյան, Սարգիս Մուրադյան, իմ ընկերներ Սավան Արմեն, Վարուժան Վարդանյան, իմ կուրսեցիներ դժվար, Աղամյան Կարեն։ Գրաֆիկայի մեջ էլ փայլուն մենք տեսակներ տամաներ ունենք։ Եվ այնպես որ դա շատ է դարձի ճիշտ գծանկար ամեն ինչի ինքն է, ամեն ինչի ինքն է։ Դուք ունեք կիսատ նկարված նկարներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեք կարողացել շարունակել։ Ինչ լավ հարց տվեցիք։ Այնքան ունեմ, չեմ հասնում, ժամանակը չի եկել։ Հազուր ժամանակ։ Ժամանակի ես ձեզ ասեմ, ես մի ցուցահանդեսի ժամանակ ասացի վերջի ցուցահանդեսից, որ մի քիչ շատ պետական պաշտոնյա եմ եղել, ասենց ասեմ, 20 տարի ավել ժամանակը չի եկել։ Բայց ես հասցրել եմ, օրինակ նիստերի ժամանակ նստել ես ճեպանկարել։ Կարոտս գալիս էր, խենթանում է որ չեմ պակասեմ նկարել, այս գործը կա, այս միջոցառումը, այս ցուցադրությունը կա, այս կա, չէ՞։ Նորմալ նաև փոքրիկ բրոշուրներ են տպվել, ցուցադրել եմ առանձին այս տիպաժներով։ Իջևանյան շարք ունեն, որ նայեք, հիմա ով տերուս ճանաչում են, իսկ մարդը ինչ մարդ է, ընդունեք։ Հասկանում եք։ Եվ հիմա էլ չեմ կարողանում վերադառնալ կամ եթե անգամ անդրադարձա, դա խիստ այն բանով ասում այսպես գործը հիշում եմ որ դա դրած որտեղ շատ է գործել ես ընդհանուր պապկաներից դրած հանում եմ հիմա նկարել եմ անցյալ տարի ձմեռը չէ կիսատա մնաց հիմա նախընտրում եմ պիտի փոխվի մեկ այլ ինը չի կրկվում եւ օրը նույնը չի կարող լինել ոչ մի անգամ նույն օրը չի լինի ջուրա ընդունենք ցուրտա տերևաթա բանը բայց հանում եմ երբեմն եւ անում եմ համարյա նոր նկարը չնայած չեմ թվագրում նախորդը կիսատեղել, ավարտում եմ, եթե հասցնում եմ, ավարտել եմ, նոր թվագրում շատ կան դες գործեր, ուղղակի եղանակից կախված, ուղղակի ինչ-որ բանից կախված չես կարողացել ավարտել։ Իսկ կիսատ նկարներ, որոնք օրինակ ձեր տրամադրության կամ այդ պահի ներշնչանքով սկսել եք, հետո ուղղակի չեք ուզեցել շարունակել։ Շատ անգամ չեմ էլ անում, որովհետև միտեղ գիտեք ինչև էր որ ավարտում ես գործը, բույրը համը կորչվել է կարծես։ Երբեմն կիսավարտ Օրինակ Մատիսը, ֆրանսիացի հանճարեղ նկարիչներից մեկը, եւ ֆովիզմ, իմպրեսիոնիզմ շրջանի նկարիչներից մեկը, կիսատ բանը շատ էր տակնում իր արածների մեջ։ Ներքա չի կտավ մի բան։ Կամ Գոգենը, իր նկարիչներ։ Հետո ասում էր իմ արվեստը, ռեպին արվեստը չի, բուրլակներ նբիրի գուչ գիտեմ բանը։ Իմ արվեստը մեծ արուստերս նստեն, բասկաթորեր եւ այդ կունեղ անելով համատ մեծ կտավներ անում։ Եվ հետաքրքիր ինչն է, որ ինքը նկարերը վաճառում էր։ Ինքը շրջանակը նկարում էր, ով որ գներ, չէ, այդ նկարը։ Ռուսաստանից գնում էին Մատիսից գործ էին գնում։ Շրջանակը նկարում էր, ինչ շրջանակի մեջ պիտի դրվի այդ նկարը։ Եթե բերում էին ցուցանոր իր ազատ նոր վաճառում էր։ Շշմելու մարդիկ էր իրաց գործին սիրալված եւ վեհություն ալա։ Արժևորած։ Հիմա գները դե պատկերացեք գներ կտատալի։ Ընկեր Ասատրյան, եթե հնարավորություն ունենայիք նկարել աշխարհի ցանկացած ինչ-որ տարածք, որ դա կլիներ։ Դա առաջինը Տավուշ, որովհետև իմ հայրենիքը Դիլիջանն է, մեր բոլորի սիրած Դիլիջանն է։ Դիլիջան արդեն նկարում եք, կա ուրիշ։ Ոչ միայն ասում եմ, ես ասում Դիլիջան, ամենաառաջերտին Տավուշ, առաջերտին Սյունիք, եթե ուզում եք իմանալ նաև Հնդկաստան։
Հետաքրքիր է։ Իսկ որ նկարիչներն են, որ երիտասարդ տարիքում օրինակ ձեզ համար եղել է ներշնչանքի աղբյուր, կուրք, որովհետև ամեն դեպքում ամենքս էլ մեր մասնագիտության մեջ կան մարդիկ, որոնց գործելավոճը, մոտեցումները շատ հոգեհարազատ են եւ մեզ համար շատ ընդունելի են ու մենք կուզեինք առնվազն այդպեսին լինել։ Շատ հետաքրքիր մի բան պատմեմ։ Ուսումնարան որ ընդունվեցի, ճամփորդական ճամփրուկ ունեի, որտեղ մայրս շորը հագուստներս էր դրում ուտելիք, բան որ գնում էի, ամիսը մեկ գալիս գնում էի, ժամանակ նամակ էին գրում մի ամսում էր աստում։ 61-ից եմ ելել ուսանող, 14 տարեկան, բոլորից փոքր էի։ Ուրեմն ներսում Մեհրաբեգյան նկարիչ կպցրած աշխատանք իրա, նատյուրմորտ սիրով։ Եվ մյուսը Մարտիրոսյան ինքնանկար, ուրեմն իր կնոջ հետ բանի ֆոնի վրա, էլի պեյզաժի ֆոնի վրա։ Մի տեսակ ինչ է, Մարտիրոսյանը եւ Մեհրաբեգյան։ Մեհրաբեգյանը հետո դարավ ավելի թույլ նկարիչ իմ համար, որ ինչքան մեծացա, սկսեցի ես էլ նկարել բան, Սարան մնաց որպես այդպես։ Ես ուրիշ ինչ եմ ասում, հայ երկու։ Եվ Շարամեյանի ու Խանջան Գրիգոր։ Մասսավապես ինչն է ձեզ ներշնչել նկարիչների աշխատանքներում, գույները կամ այլ տեխնիկան։ Ուրեմն մի քիչ նկարչի դիտանկյունից օրինակ ես, օրինակ իմ փառագայում ես ավելի շատ կոմպոզիցիոն թեմաներին այդքան հարկ չդվեին, գլխի չգիտեմ ինչի, հետաքրքիր տիպաժները մարել, էսկիզները մարել, մինչև ունեմ չարած, էսկիզների չվերջացրած, չավարտած, բայց դիպլոմներս ուսանողական առավոտ արել եմ ուսումնարանում, աղջիկների բաց պատանի մոտ, քննությանը նախապատրաստում, ընթերցանությունը, հանրակացանի սենյակ, մյուսը պարուհիներս հայրոֆոնի վրա 4-5 պարուհիներ, մեկը ուրեմն տարբեր շարժումներով, էլի սիլուետային բաներ, որտեղ գույնը շատ հետաքրքիր է, լույսի վրա կոնտրաժուրա կոչվում ոչ այրենով, ուրեմն սիլուետային նկարչություններ, բայց հետո կողքից լույսը որ ընկնում է ճանաչում է։ Այդտենց կան շատ նկարիչներ, որոնց ես նայում եմ, հավանում եմ։ Իսկ ինքս որ չեմ անում կոմպոզիցիայի մաս, ստեղծագործական բաներ, ուղղակի բնապատկերից բավարարում է եւ որոշ անգամ դիմապատկեր եւ գրոտեսկային նկարել, կարիկատուրել եմ սիրում անել։ Այս դա օգտագործել եմ երիտասարդ ժամանակ թատրոնում, ես 40 ներկայացում եմ ձևարել Հայաստանի տարբեր թատրոն, Պոլսի թատրոնից, ուրեմն Լենեկանի թատրոնով, ընդունենք օպերետայում եւ այլն։ Այս օգտագործել եմ այդ ասած գոնային իմաստով այդ ներկայացումների ժամանակ, հարթապատկերային նկարչությամբ։ Հիմա որ երեխեքից դասավանդում եմ դիզայնում, իրանց էլ սովորացնում ինչպես հարթապատկերային, ուրեմն որը չի ընդհանրում ոչ մի բանի, կուբիզմ կա չէ այնտեղ կան էլի շատ ուղղություններ, որոնցից պիտի Բաղդադես գտնես քո զգացածը, քո ուզածը եւ կոմպոզիցիան։ Նատյուրմորտը դնում եմ, ասում եմ հիմա ստիլիզացրեք։ Գծանը կարող է ստիլիզացնել, իսկ գծի վարպետ ես դառնում են կամ ճիշտ գծագրում են, կարող են դա հետո տրոհել, հետո կարող են վերածել ընդունենք մի տեխնիկա 3 մաս, մեկ առանձին մի կտորա միջած բանով կողքը մի ուրիշ առարկայա, որը միրգա չգիտեմ ինչա, էլիս է ջարդած, բայց հետաքրքիր գունային լուծում։ Եթե լինում է, արդեն տենում ես, որ երեխան կարողանում է այդ գծի շնորհիվ անել եւ գույնով հագեցնել։ Ընկեր Ասատրյան, նկարչությունը դա տեխնիկա է, թե տաղանդ։ Ինչի է հարցին մոտ առաջանում, որովհետեւ շատ հաճախ ասում են, ես նկարել չգիտեմ, արդյոք հնարավոր է սովորել նկարել առանց տաղանդի, որովհետև այն ինչի մասին հիմա դուք խոսում եք ու այն մարդկանց մասին, որ խոսեցիք, առնվազն իրենք ունեցել են ներքին պահանջմունքը եւ մի շարք ընկալումներ, գունային, զգացական եւ այլն, որ հետո նկարչական մի շարք տեխնիկաներ օգնել է իրենց նկարիչ դառնալու ճանապարհին։ Դուք այդ դասավանդում եք շատ ուսանողներին։ Այս ընթացքում ինչ եք հասկացել, նկարչությունը դա տեխնիկա է, որ կարելի է սովորել, թե այնուամենայնիվ տաղանդ, թե այդ երկուսը։ Մի կարճ բան ասեմ, եթե տաղանդավոր մարդ է եւ երգիչ, ընդունենք, չի պարապում։ Ուղղակի աստվածային ձայն ունի, երգումը բարձր տոնայնությամբ, որտեղ 5 տարի երգեց ավարտել, որտեղ շնչառության խնդիր կա։ Ես սկսեցի երաժշտությունը ինչի, ես սիրում եմ նաեւ երգել եւ մայրս հրաշալի երգում էր եւ ես էլ եմ երգել, իմ երեխեքներն են երգում, որ ես չեմ պարապել։ Ինչի եմ ասում, հետո նկարչական կաներում։ Դա պիտի ուրեմն աստիճանական զարգացում ունենա ձայնիդ, կոկորդիդ, շնչառությանը թե չէ, շատ բաներ կան, այդ արդեն մասնագետներ են ասել, ես ուղղակի իմ վրա եմ վերցնում, որ ես եթե սովորեի մի տարի գոնե, ավելի ուրիշ կերպ կլիներ իմ հետ։
Իսկ նկարչությունը տաղան չաշխատեցիր, տաղան չէ ինչ ուզում ես։ Եղի մի օր կորչես կմնաս, այն ով որ չունի, այդքան տաղանդ կամ այդքան նախասիրություններ ունի, բայց այդքան հնարքներ չի կարա գործածի նկար անելիս, նա կգնա ու կանցնի գտա։ Այնպես որ տաղանդի հետ դա պետք է մեծ աշխատասիրություն, որը ես երեխեքից գիշեր-ցերեկ ասում եմ, աշխատասիրություն, լուրջ աշխատանք, պատվախնդրություն, հարգանք քո նկատմամբ, ինքին նկատմամբ։ Ըստ էության մենք մեր հանդիպումների վերջում ես մեր զրուցակցին, մեր հյուրին խնդրում եմ, որպեսզի որոշակի ուղերձղի իր մասնագիտական բնագավառի ներկայացուցիչներին կամ ուսանողներին, այնօք դուք ձեր կենսագրության մեջ մեծ տեղ ունի մանկավարժությունը ու այն խորհուրդը, որ ըստ էության ես կուզեի հիմա դուք ասեիք կամ ուղերձը արդեն ասեցիք, բայց կուզեմ ժամանապակվենք նկարչության ոլորտում, հա, ինչպեսի ուղերձ կուզեք, որ լսեն ձեզ որպես նկարիչ, մեզ հետևողները եւ մեզ դիտողները։ Ասեք իմ խնդիրը միշտ եղել է նա, որ իմ երեխեքը բոլորը պետք է աշխատեն։ Ոչ բոլորը են աշխատում, բնականաբար։ Այ ինչ-որ ուրիշ խնդիրներ են, որով չես կարող շրջանցել այդ խնդիրները, դե ընդունի, չգիտեմ ինչ ունես, չլինի ես ասի, մեկը պատի ընդունում եմ, չես այդ բավել կա։ Ես լսել եմ երկու անգամ։ Մենք չենք հեռացնում ոչ մեկի, վատ չենք նշանակում, յոլա տանելով չի կարելի նկարել։ Նկարել ու շատ լինել ինքդ քո նկատմամբ, անվերջ աշխատանք լրջախոհ լինել։ Էս է նկարչությունը, ամբողջ որ կարողանաս որոշակի բարձունքի հասնել։ Հենց այնպես չկա արվեստ, աշխատասիրություն, նկարչություն, իրան կլինի դա։ Շնորհակալություն ընկեր Ասատրյան, շատ հետաքրքիր զրույցի համար, դուք իրապես ավագ ընկեր եւ լավ օրինակ եք մեզ համար, թե ինչպես մարդ պիտի կատարի իր աշխատանքը, որ դրա արդյունքները տարեց տարի հիշվի եւ դրանց մասին տարեց տարի խոսվի։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։